Բարև ձեզ, ես այսօր մի հատ փորձ եմ անելու, այդ դրա համար մեզ անհրաժեշտ է ջուր, 2 հատ բաժակ, նույն չափսի, չէ՞։ Եվ աղ։ Կերակրի աղ։ Այ լսենք իրար հետ։ Նայի հավասարը, մի քիչ է։ Մի վայրկյան։ Դա լցնենք աղը։ Որտեղ։ Մի բաժակի մեջ։ Մեկի մեջ լցնում ենք, մյուսի մեջ չենք լցնում, չէ՞։ Դե լցրու։ Աղով, որը առանց աղ, արի մի հատ նշում անենք, հա, բաժակի վրա, ինչ որ մի հատ նշում արա, թեկուզ եզրերը կամ կողքը, ինչ որ մի հատ նշում արա, մի բան արա։ Հիմա ունենք մենք աղաջուր և ծորակե ջուր։ Որն էր աղաջուրը, որ հիշենք։ Սա։ Նշումով բաժակը աղաջուրն է, չէ՞։ Ինչ ենք անելու հիմա այդ ջրերը։ Ջրերը դնելու ենք սառցարան, տենանք, որն է ավելի շուտ սառում։ 1 ժամ ժամանակ կպահենք, չէ՞։ Դրանից հետո կհանենք, տեսնենք, որ մեկն է ավելի շատ սառել։ Նոր կհասկանանք, ինչ է կատարվում։ Լավ։ Դե դարձիր սառնարան։ Մենք մի ժամով դրեցինք սառցարան ու հիմա կտեսնենք, որն է ավելի շատ սառել։ Որը։ Սա։ Սա արդեն պինդ է։ Իսկ սա ամբողջական չի սառել 1 ժամում, չէ՞։ Իսկ մյուսը արդեն սառույց է։ Այսինքն, ինչ հասկացար։ Այսինքն աղը սառույցը հալացնում է։ Աղաջուրը ավելի ուշ է սառում, սովորական ջուրը սառում է 0 աստիճանում, չէ՞։ Իսկ աղաջրի համար ավելի ցուրտ պետք է լինի։ -10-ից 15 աստիճան, որ կարողանա աղաջուրը սառույց դառնա, չէ՞։ Դրա համար սովորական ջուրը սառել է ավելի շուտ, սառույց է դարձել ավելի շուտ։ Դու գիտեիր այդ մասին։ Որտեղից գիտեիր։ Որ ես դպրոց եմ գնում, այնտեղ գետնին լցնում են։ Ինչ։ Ավազ համե աղ։ Որ հալվի, չէ։ Ճանապարհներին սառույց չգոյանա։